Երբ մենք քննարկում ենք Նարեկետ ասուլիսի նախորդին, թե ինչի մասին է լինելու, միանգամից եզրակացություն ենթադրություն հայտնեցի, որ հիմնականում խոսվելու է ընտրությունների մասին, ինչի որտեվ արդեն զգում էի, որ այս իրանց քարոզչական գիծը ընտրության այդ սցենարը մաքրելու մեջ է Եվ հաստատվեց այդ ամեն ինչը, ես սրա մասին գրել եմ գրառում, ինչը ես չեմ հավանել այդ ասուլիսում, այսինքն զուտ իրա մատուցման եւ տրամաբանության տեսակետից այլ խաղացողների նկատմամբ։ Ես կրկնում եմ դա, որ համարում եմ, որ երկրորդ նախագահը չափազանց էգոցենտրիկ է իր խոսույթի մեջ թե 7 ամիս առաջ տրված ասուլիսիում եւ թե հիմա երկրորդ նախագահը մշտապես եսակենտրոն հայտարարություններ անում անտեսելով ուրեմն մյուս խաղացողներին, որ ընկերական մոտեցում չէ ընդդիմադիր դաշտի հանդեպ։ Մենք այսօր ունենք քաղաքական ուժեր եւ տեսնում ենք ինչ շարժերի մեջ են քաղաքական ուժերը, որոնք ռեալ շանսեր ունեն տեղ գտնելու ազգային ժողովում եկող, եթե այդ ընտրությունները տեղի ունենան, առնվազն 3-4 ուժ ռեալ շանս ունի մտնելու։ Մենք ունենք ուժեր, որոնք համայնքներում տարբեր ունեն համայնքապետեր, ունենք ուժեր, որոնք նոր իրար հետ կոնսոլիդացվում են, ու ասել, որ այսօր երկու ուժ կա, որ նորմալ մտնում է ազգային ժողով, այդ նորմալը առասարակ ինքը ուղղակի մի քիչ լղոզել է Երբ ասել են նորմալ, որտեվ այդ նորմալը տեղա տալիս բան է, չէ՞ որ ասես բայց օրինակ ինքն նկար ասի դե ինքը դա նորմալ չի, 3-4 падգամավորով է եւ այլն, դրա համար ինքը մի քիչ լողոզած է դա տալիս, հասկանալով սա։ Բայց իր քարոզչական ուրեմն այդ գործիքակազմը, այն մարդիկ ովքեր քշում են այդ քարոզչական գործիքները, չեն հասկանում դա կամ դիտավորյալ են անում։ Չեն հասկանում շատ դեպքերում ստիպված անում են այնքան ինչքան կարում են։ Ու ինչ են անում, ասենք, ավելի են ռադիկալացնում նախագահի խոսքը։ Մեն մարդ ասել է երկու ուժ ենք տեսնում, այսօր երկու ուժ է երևում, որ նորմալ մտնում է, սա մանիպուլատիվ արտահայտություն է իրականում, որտեվ նաև ինքը ասում է, որ երկու ուժ կա, որը զգալիորեն չի զիջում ըստ սոցիոլոգիայի Փաշինյանին, իրականում բոլոր սոցիոլոգիայով, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանը մի քանի տարբեր հարցումներով 2-2.5 անգամ զիջում է Նիկոլ Փաշինյանին։ Այո, ուրեմն Սամվել Կարապետյանի այդ հələ որ գոյություն չունեցող, բայց ներուժ ունեցող այդ ուժը շատ չի զիջում, բայց երկու անգամ 2-ից 3 անգամ 2.5 անգամ ավելա Քոչարյանից այս պահին։ Ինքը 2.5 անվելա, ընդեղել էլ ավելա։ Մի խոսքով, ախո ասած ասենա, որ իրար կող դնել է տենց մի նախադասության մեջ մանիպուլատիվ է, բայց լավ, նորմալ է, համարենք, որ դա տենց քարոզչական բան է ասում, նորմալ է, բայց ուրեմն երբ դու ասում ես, որ երկու ուժը, որ կարա նորմալ մտնի, իսկ 5-րդ ալիքը ձևափոխելով քո խոսքը, ասում է, որ այս պահին երկու ուժ կա, նու 3, այսինքն նաև ԿՊ-ն հաշվելով, որը որ մտնում է ազգային ժողով, դա խորը պրոբլեմատիկ արտահայտություն է մյուս ուժերի համար, ՀՀԿ-ի համար, ԲՀԿ-ի համար, ապրելու երկրի համար, Արա դաշնակցության համար ցավը դաշնակներին ինքը իր հետ է հաշվում։ Ախպեր, բայց ինքն ով է որ իր հետ հաշվի, ներողությունը ամենայն հարգանքով։ Դե իրանց ղեկավարն է, բայց ով ղեկավարն է, այդ խմբախբանի։ Լավ դաշնակցությունը ռագատկի քար սարքինք ստեղ։ Դե հիմա դաշնակցությունը ինքը որոշող մարմին ունի, որը որ դամ դրսում է։ Կարող որոշել են արդեն։ Բայց որ որոշել են, ով գիտի դրա մասին։ Դրա մասին իրանք պետք է ասեն, Այսինքն դաշնակցության սուբյեկտայնությունը լրիվ խլում ենք ձեռներից։ Ես համաձայն չեմ, միգուցե իրանք համաձայն են, ես համաձայն չեմ, որտեվ ես որպես քաղաքագետ չեմ տեսել ախպեր ջան այդ կուսակցության սուբյեկտային հայտարարությունը, որ իրանք երկրորդ նախագահի հետ են։ Որոշում ունի դաշնակցության բյուրոն։ Դաշնակցության գերագույն մարմինը ունի որոշում, թե չունի։ Դե նայ, ես կոնկրետ այդքան սրտացավ չեմ դաշնակցության։ Ես սրտացավ չեմ դաշնակցության համար, ես է սրտացավ, չէ՞ որտեղ ոնց որ իրանք է սրտացավ չեն։ Մեկը, եթե իրանք իրանց համար օքեյ է արտահայտությունը, ես դեֆոլտով համարել եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը արդեն որոշել է կամ ունեն այդ նախնական պայմանավորվածությունը, որ դաշնակցությունը իրանց հետ է գնում։ Դե ուրեմն իմ ասածս որն է, որ ոչ մենք քո նշած ուժերի նկատմամբ դա անհարգալից վերաբերում, նաև դաշնակցության նկատմամբ։ Դե գուցե, բայց այս դաշնակցությունը չկա էլի դե։ Նրանց вообще բանտեղ չի դնում ախպեր, այն մյուս ուժերին։ Չի բասմա ռեալ շանս չունեն մտնելու։ Երբ որ սոցիոլոգիան ցույց է տալիս, որ այդ ուժերը այնտեղ մարդ ուժ կա 3%-ից ավել, ուժ կա 2%-ից ավել, այսինքն այդ 4-ին բավականին ձգտող թվեր կա։ Ու էլ չեմ ասում, որ նորա սկսվում է շարժերը, այնա տեսնում եք ով կմտածեր Սամվել Բաբայանը կարող է Վանեցյան Արտուրի հետ դաշին կազմի։ Ասենք, չգիտենք Ծառուկյանը ինչ է անելու։ Ծառուկյանը արդեն տեսակ ակտիվ հայտ աներ։ Հələ միջև հայտ ներկայացնել է Ծառուկյանը 3 ու քանի տոկոս ըստ այդ սոցհարցումների վարկանիշ ունեցել։ Հիմա որ մի հատ լավ ակտիվ մտավ այս թեմայի մեջ նոր առաջարկ անում չէ, ԲՀԿ-ի տենց ռեկոնստրուկցիայով զբաղված, կարող է
կարող է չէ վստահաբար ունի այդ ռեալ շանսը, չեմ ասում 100% մտնելու, բայց ռեալ շանս ունի։ ՀՀԿ-ն ախպեր, ոնց կարա ՀՀԿ-ն ռեալ շանս չունենա մտնելու։ Ես չեմ հասկանում, ասենք, նորմալ չի դա նորմալ չի, նայեք, ինչ եմ ես ասում, ընկերական չի դա, որովհետեւ գործընկերային ասա։ Հա, ընկերական դե չեմ ասում անձնական ընկեր։ Գործընկերական սոլիդարության համատեքստում եմ ասում բնականաբար, որովհետեւ եթե դու կարաս, այո, նայ, դու կարաս շեշտը դնես նրա վրա, որ կա երկու ուժ ընդդիմադիր, որոնք դոմինանտ շանս ունեն։ Համեմատաբար դոմինանտ են։ Դու կարաս շեշտադրումը դնես դրա վրա։ Ու այս պահին։ Այս պահին չգիտենք ինչ անելու ախպեր ընտրությունների բերան։ Իհարկե։ Հիմա եթե դու շեշտադրումը դնում ես դրա վրա, ես չեմ ասում, որ դա սխալ տեղեկություն է։ Ես ասում եմ դա գործընկերական մոտեցում չի, ընկերական մոտեցում չի դաշտի հանդեպ friendly մոտեցում չի։ Եթե դու շեշտը դնում ես նրա վրա, որ կան ուժեր, որոնք այսօր արդեն ներում որ ռեալ շանս ունեն, ու եթե լավ աշխատեն ու հույս ունեն, որ լավ կաշխատեն, դա լոմա ընկերական ու գործընկերական։ Ցավոք ես դա երկրորդ նախագահում չեմ տեսնում։ Ես տեսնում եմ էգոցենտրիկ խոսք, միջև այդ մենակ իր մասին էր ինքը խոսում, որտեվ չկար Սամվել Կարապետյան ասում էր դե մենք բան լավ կլինի են փոքրներն է բան ելնեն, բայց մենք։ Հիմա դարավ մենք չէ ես։ Մենք ասում ենք, ինքը ես ասում։ Ես տեսնում եմ մեր թիմը մի քանի անգամ ասել եմ մեր թիմը, եսը շատ եմ։ Եսը ահա որ շատ։ Եսը շատ է։ Ու քեզ մի հատ օրինակ բերեմ։ 2003 թվականի ընտրություններում Քոչյանը այդ իր ինքը միշտ է տենց եղել դեպ։ Երկրորդ նախագահ խիստ անձնակենտրոն, սեփական անձի նկատմամբ բավականին մեծ արդյունք ունեցող, բավականին միգուցե նաև ինչ-որ ժամանակ օբյեկտիվ է եղել, բայց իմ խորին համոզմամբ մեծամասամբ սուբյեկտիվ ընկալում է դա, որ ինքն է 2003 թվականի ընտրությունների ժամանակ այդ միակ տղամարդը, որ ասում էին, իշտը դա մանիպուլյատիվ էր, բայց Քոչյանը էլի տես բաներ ասա, որ այս երկրում կա մի հատ նես տղամարդ, որ գա ինձ կրի։ Ինձ ինքը իրան, ու այդ ժամանակ չնես նախագահ էր կարա, նախագահ։ Չէ, կա, էթիկա, ոչ միայն ես քեզ հավատացնում, այսինքն ես քեզ համար աղբյուր եմ այդ առումով։ Կա ու այս վերջերս դա Բաբաջանյան Արմանենք ու Նիկոլենք հաջախակի այդ միակ տղամարդու թեզը բերում էին, էլի։ Այսինքն կոպիտ ասած չի ասա ես եմ միակ տղամարդը, բայց իր հարցից է դեր դուրս գալիս, էլի, որը տենց է։ Ու երկրորդ նախագահը միշտ այդ մեծամիտ կարծիքը իր մասին ունեցել այդ գորոս կարծիքի, դեպի առաջին նախագահն է ունի իր մասին տես կարծիք, բայց ի տարբերություն երկրորդ նախագահի չի հրապարակային արտահայտում այդ կարծիքը, դա ներսում է, օրինակ ներսում Հայ ազգային կոնգրեսում Տեր-Պետրոսյանը համարյա աստծո կարգավիճակ ունի։ Թե Տեր-Պետրոսյանը ասում է, այդտեղ քննարկման բան չկա ու ինքը տենց մտածում է, բայց Տեր-Պետրոսյանի մոտ դու երբեք չես տենա դա հրապարակային արտահայտվի։ Երկրորդ նախագահի մոտ հակառակն է։ Դու սկսեցիր խոսալ կներես բանով, էլի, ես որ թելը չկորցնենք, հետո էլի հետ չգամ։ Այս պահին բանով գնամ։ Դու ասում ես այդ ընտրությունների ու բանի մասին։ Այդ ուժերի դոմինանտության եւ այլնի մասին։ Այ ես երեք վերջնականորեն համոզվել եմ, բայց զուտ իմ մասնագիտական ուղղությունով, որ երկրորդ նախագահը ոչ քաղաքական մարդ է։ Երկրորդ նախագահը երեք նախագահների մեջից ամենաապաքաղաքական նախագահն է։ Ինքը քաղաքական բանը այդ ներքին բանը չի զգում ապե։ Կարող է ավելի անկեղծ է դրա հետևանքով դառնում, կարող է ավելի բանա, բայց ինքը բան չի անում, հասկանես, օրինակի համար պարզ բան ասեմ։ Ասում է փետրվար մարտին մենք քննարկելու ենք մասնակցության ձևաչափը։ Մարտը բաց ասում է։ Մասնակցության ձևաչափը փետրվար մարտ ամսին քննարկող մարդը չի կարա ասի, որ վերջում այդ երկու ուժներն են, նրանք էլ այդպես կլինի, չլինի։ Հասկանում ես, ինքը պետք է ասի մի հատ կտեսնենք ինչա ստեղծվում։ Գոնե հաշվի առնելով, որ լավ, օքեյ, տենց է, ասկոնե ասա այս պահին արկա բանն է դա։ Մենք չգիտենք ինչ կլինի հետո։ Երրորդ նախագահիները հարցնում են, ասում են մասնակցելու եք, ասում ախպեր մենք դա չենք քննարկել։ Կքննարկենք, կիմանանք մասնակցելու ենք, հասկանում եք քաղաքական լինելու ու չլինելու տարբերությունը։ Մյուս օրինակ, ապա երկրորդ նախագահը մի հատ իմ համար զավեշտալի բան է անում։ Անընդհատ համեմատում է 18 թվի ընտրությունները։ 18։ Հա։ Տեսել եք ասում 18 թվին ինչ ա եղել, 21 թվին ինչ ա։ Արա 18 թվի ընտրությունները ընտրություն չի եղել ախպեր։ 18 թվին եղել է մի ուժ, որը 80% պլյուս վարկանիշ ունեցել։ Այդ ժամանակ, եթե Քոչարյան ասում է, ես որ չմասնակցեցի 18 թվին, ինչ եղավ։ Ես ուզում եմ ասեմ, պարոն երկրորդ նախագահ, եթե դուք անգամ մասնակցեիք 18 թվականի ընտրություններին խորհրդարանական, ինքն է ասում է, որ հարցում են, ասում են քաղաքականությունից դուրս գալ, ասում են 18-ին չեմ մասնակցել, ախպեր։ Ախպեր 18 թվականին, եթե դուք անգամ մասնակցեիք, 18 թվին դուք սկի ասուլիս չէիք կարող անեիք այս երկրում, էլի հանկեղծ լինենք, էլի բրատ։ Այդ մարդը 18 թվին իր խուլիգանավարի գալի ասուլիս էին բանանում։ Ու չկային մարդիկ, որոնք պաշտպանեին իրան այդ ասուլիսը։
Դու 18 թվին որ մասնակցեիր, պարոն Քոչարյան, ինչ էր ելնելու դրանից հետո։ Այսինքն դուք ուզում ես ասես հանրապետական շատ ձեն, դե հավաքեր երկրորդ նախագահ։ 18 թվին։ 18 թվին։ Առաջ ախպեր։ Ես գրալ, բայց ուბრիտոն 18 թվի եթե նստած ելած այդ ժամանակը չլներ, ինքը վարկանիշ բացառապես բացասական ապրես, այսինքն հասկանում ես, երբ որ երկրի երկրորդ նախագահը նստում է ու պնդումներ է անում, հղումներ է անում, խախուտ, ոչ հիմնավոր, հակառակը հիմնավորող փաստերի վրա, դու սկսում ես մտածել, ընկեր, այս մարդը քաղաքականությանը չի վերաբերվում նենց ոնց որ պիտի վերաբերվի, որտեղ որ դու ասում ես, դե նա 18 թվին չէի մասնակցել, բայց պարոն երկրորդ նախագահ, եթե դուք մասնակցեիք 18 թվականին, անկեղծ էլի ասում եք Բագրատ Միկոյանը ձեզ ինչ-որ կտորներ է ուղարկում, չգիտեմ, այս կտորը կուղարկի կնայեք թե չէ, վստահ եմ մեզ вообще չեք նայում։ Բայց ես լուրջ հարց եմ էլի ուզում տամ։ Դուք լուրջ մտածում եք, որ դուք 18 թվականին մասնակցեիք, դուք հանրապետական կուսակցությունից մի տոկոս ձեն կարողա չհավաքեիք։ Այդ որ ասում եք ես չեմ մասնակցել, բան ա եղել։ Դուք հիշեցնեմ, դուք 19 թվից კი ասուլիս չէիք կարող անեիք։ Սերժ Սարգսյանը 19 թվին մեծ ասուլիս արեց։ Ձեր ասած լնելով, ձեր ասելով մերժված ու պարտված լինելով։ Դուք 19 թվին ասուլիս չկարացաք անել, թե 18-ի վերջ, չգիտեմ։ Անես որ խնդրում եմ եկեք մի քիչ գոնե այտենց պնդումներից առաջ, արա գոնե նախագահի մակարդակում, Վազգեն ջան, սրանք պիտի հաշվի առնվեն, որտեղ մարդիկ, որոնք որ զուտ քարոզչականից դուրս սկսում են մասնագիտական վերցնել թուղթու գրիչով հասկանալ, ինչ ասում ես մարդը։ Հասկանում են, որ չէ, էլի բրատ, ու պրիտոմ ասեմ մի բան, նույն գետը երկրորդ անգամ մտնելու խնդիրն է ստեղ առաջանում։ Այդ քո ասածը այդ ընտրությունների բանով, որ ինքն ասում է, ինչ է նշանակում, մի հատ զարի բացատրի։ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու զրոյական հնարավորություն, ձգտում է զրոյական, լավ, իր բառերով ասենք, որ անկած փիղը չմտնի գրի մուտի տեն անում, էլի, շանսերը ձգտում է զրոյի ասում է մարդը, բառացի եմ հիշում։ Բայց ո՞նց է ձգտում զրոյի։ Անգեր ո՞նց է ձգտում զրոյի, բացատրի ինձ ո՞նց, այսինքն Նիկոլը կե մի մարդ, որն ունի 2-ից 3 անգամ քեզնից ավելի շատ տոկոսով ձեն, դաժե հիմա բոլոր սոցհարցումները։ Ու առանց վարչական ռեսուրսի ու մնացած ռեկեղծիկներից էցի ջարդի, եպիսկոպոս բռնելու ապրես, հա։ Դու ո՞նց կարաս, ի՞նչն է քեզ ստիպում, ինչ որ վստահությունն է քեզ ստիպում պնդել, որ այդ մարդու շանսերը ձգտում են զրոյի, քոնը չէ։ Ախպեր մնացածինը ավելի զրոյի է, չէ՞ ձգտում։ Ու մի բան էլ, ով է ասել, որ նիկոլական բան չի մտնելու, այսինքն երկրորդ նախագահը քննարկում է մենակ Նիկոլին ու դիմադիրներին։ Իսկ պրոքսի նիկոլականները, որոնք գալու են եվրոպական օրակարգով ու Նիկոլն ամեն ինչ անելու է, որ իրանք մտնեն, իսկ այն մնացածները, որոնք ձեներ են փոշիաստելու ու ի օգուտ առաջի տեղի, մեծամասամբ, այսինքն ստեղ դու տենում ես, որ այս մարդը սիրողական մակարդակում է քննարկում մի բան, որը իր կողմից նարատիվ պետք է տրվի, ապա իր կողմից պետք է դա նարատիվ, այսինքն եթե ես սկսեմ խորանալ սաղ այդ բաների վրա, անգեր սիրողական մակարդակում մամայի արև ես չեմ պատկերացնում, ապա ուրիշ ձևով դրան խորացված բան տաս։ Կամ այդ քո ասածը ֆրենդլի ու ոչ ֆրենդլի պահ, դրան էլ էլի անդրադառնանք։ Լավ, օքեյ, ի՞նչն է ստիպում մարդուն անտագոնիզմով գնալ։ Անընդհատ ակնարկումը երրորդ նախագահին այդ տեսել ես թե չես տեսել, չէ, ֆիքսել ես թե չես ֆիքսել, չգիտեմ, որ ասում ավելի լավ է ես կուսակցություն ունենամ, լինեմ նախագահ ու ասեմ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց ստեղ էլ մանիպուլյացիա կա։ Ու ելի եմ ասում, մակերեսային մոտեցում։ Ախպեր երկրորդ նախագահ չի ասես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ասել է ես չեմ հավակնում երկրի ղեկավարի պաշտոնի։ Հարգելի պարոն երկրորդ նախագահ, քեզ չեն ասում դու մի զբաղվի քաղաքականությամբ։ Ասում են մի հավակնի առաջի տեղին։ Երբ որ դու ասես ես չեմ հավակնում, բայց իմ ռեսուրսով մնում եմ դաշտում, մի հատ է կուսակցություն եմ ստեղծում, դառնում եմ դրա նախագահը, ոչ թե անընդհատ դաշնակներին ասում եմ ես եմ իրանց առաջնորդը։ Ախպեր ջան, քեզ ոչ մեկ չի ասում դες մեր, քեզ ասում են ախպեր, արի դու այդ հավակնությունդ պայի, ասա ես չեմ ուզում դառնամ։ Ախպեր իմ տղեն կարա դառնա, իդեպ շատ նորմալ մարդ է, որին ես օքեյ եմ, եթե Լևոն Քոչյանը որոշի, որ իրանց տան քաղաքական լեգասին ինքն է վերցնում։ Ախպեր, ես շատ նորմալ եմ վերաբերվում դրան ու մենք մի քանի անգամ դրա մասին ասել ենք։ Այսինքն դու բերես անընդհատ համեմատես իրար հետ անհամեմատելին։ Բերես փաստեր, որոնք вообще տենց չեն։ Բերես համեմատություն, որ իրար հետ չի կարա ժամանակի ու տարածության մեջ համեմատվի, ու դա համարես, որ տենց ինչ-որ լուրջ քաղաքական խոսք չէ, ընկեր։ Ես անկեղծ, այսով էի ասում, ամենաապա քաղաքական նախագահն է, երկրորդ նախագահը։ Ասացիդ մեջ վստահաբար է, որ ասում ես ապա քաղաքական, հենց ես կարծում եմ մի շարք մարդկանց սիմպաթիաներ իր կողմ հենց այդ հանգամանքով են, որտեղ ինքը շատ ուղիղ է խոսում։ Նա նույնը, որ ինքը եսը շատ է ասում, չէ՞, օրինակ դու ասում ես, որ օրինակ տես Տեր-Պետրոսյանն էլ դա ունի, բայց ինքը դա քողարկում է իր խոսքի մեջ, որտեղ ինքը նախ ռետորաբանական շատ ավելի լայն հնարավորություն ունի, հա, եւ ըստ այդմ
հասկանալի է, որ նաև Քոչարյանի ուղիղ խոսքը գերում է որոշ մարդկանց։ Անկեղծ լինեմ, ես էլ հավանում եմ իր խոսքը, երբ ինքը ինչ-որ մի թեմա, որը որ լավ դիտում է, խոսում է, ես իրան որպես առաջնորդ շատ հավանում եմ, բայց ես չեմ կարող ինձ թույլ տամ, չունեմ ես անձնական այդ ռեսուրսները ու երկիրը չունի այդ ռեսուրսը, որpիսի մենք երկրորդ անգամ համարենք, որ Նիկոլը շանս չունի։ Ես մի անգամ 21 թվին տենց համարել եմ։ Ես դեպրեսիայի մեջ եմ հետո ընկել, որտեվ չէի պատկերացնում, որ կարա Նիկոլը վերընտրվի։ Չէի պատկերացնում, ախպեր, որ կարելի է պատերազմում տենց խայտարակ պարտություն կրել, այդքան ստել ժողովրդին, բերել այդքան զոհ, այդքան կորուստներ ու վերընտրվել։ Ես չի հավատում։ Պլյուս հավատում եմ, որ մարդիկ ամեն դեպքում այդ ստորացած վիճակում ուզենալու են տեսնել ուժեղ առաջնորդ ու գնալու են Քոչարյանի հետևից։ Տեսանք, որ չեղավ։ Հիմա վիճակը էլ ավելի վատ է, որովհետև գլոբալ առումով մենք հույսներս ինչն է, մենք ունենք Սամվել Կարապետյան, որ հələ պարզ չի ոնց է ռեալիզացնելու իր ռեսուրսը, ու ընթացքը ասեմ ձեզ այնպես չի, որ բոլորի համար շատ ընկալելի է ու տենց էֆեկտիվ։ Ես չգիտեմ, հələ նայում ենք, հələ չկա այդ ուժը, որ շարժում է։ Երկրորդ նախագահի վարկանիշը վստահաբար զգալիորեն նվազել է 21 թվականից, որտեղ նախ արդեն շատ մարդ հիասթափվել է, երկրորդը Սամվել Կարապետյանի մեջ են մի մասը տեսել ու ինքն էլ դա ասեցա, որ վստահաբար մեզանից են շատ ձայներ գնալու դեպի Սամվել Կարապետյան։ Նիկոլը տենում ենք, որ թրփոշացել է, ուստեղ այս վիճակով ասել, որ ձգտում են 0-ին, էդի ես ինձ չեմ կարա թույլ տամ, պարոն նախագահ, եթե դուք ձեզ կարաք թույլ տաք, ելնելով մի շարք հանգամանքներից, ես ինձ չեմ կարա թույլ տամ, որտեվ ես չեմ կարողանա այս երկրում ապրել, ես նախագահ չեմ եղել, իմ հանդեպ ինքը տեն ստրախովկե կարա ու չունենա ու անի շատ բաներ, որը որ հիմա օրինակ հələ որ չի անում, նստացնելուց, սպանելուց, աքսորելուց վերջացնելով, հա։ Դրա համար ես ինձ չեմ կարա դա թույլ տամ, ես այդ խոսույթը ինչքան էլ ես չեմ ուզում ընդդիմախոսեմ ձեզ կամ հարաբերություններ փչացնեմ մի շարք մարդկանց հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց երբ որ այդ հարաբերությունները մի նժարի վրա են դրվում էգզիստենցիալ հարցերի հետ, երկրի ու իմ անձնական ու իմ ընտանիքի գոյաբանական խնդիրների հետ, իսկ դուք տենց հեշտ ասում եք, որ ինքը շանս չունի, հələ մի բան էլ ձեր այդ բլոգերները մտնում ու աղավաղելով իմ խոսքը հակափաստարկներ են բերում, թե իբր ես բան եմ անում, հա, ամոթանք են հələ տալի, ասում ամոթալավ մի արեք sense բաներ, երբ որ դուք ակնհայտորեն մանիպուլատիվ բան եք ասում, իսկ ձեր լրատվականները էլ ավելի մանիպուլատիվ են դարձնում ձեր խոսքը, իսկ դա կապ ունի մեր կյանքի հետ ու երկրի ապագայի հետ։ Ես չգիտեմ, ասենք, ես չեմ կարող ինձ դա թույլ տամ, ես չեմ պատրաստվում հաջողախոսել, չեմ պատրաստվում պահպանել հարաբերով, նեղանում է նեղանա, էսի այդ հարցը չի։ Դրա համար մենք պիտի ուղղակի արձանագրենք, որ ըստ ամենայնի երկրորդ նախագահի պատկերացումները իրականությունից մեր գնահատականով կտրված են, Նիկոլ Փաշինյանի շանսերը չեն կարող ձգտել 0-ին, ավելին ասեմ, ավելի հավանական է այսօրվա դրությամբ, որ կվերընտրվի կամ չի վերընտրվի, ու դրա համար կարևորագույնն է պատրաստվել հետընտրական գործընթացների։ Ինձ այն օրը հարցնում էր մեզ շատ լավ մեր հետ լավ հարաբերություններ ունեցող մարդ, որը նաև հարաբերությունների ունի երկրորդ նախագահի հետ, ասում է լավ մի դրական բան չկար, այդ պայդրությամբ ճիշտ ասած դրական բան մտքովս չէր անցնում, այդ ասուլիսի հետ կապված, եթե որ տպավորություն չլինի որ դրական բան, ես օրինակ դրական որոշ ազդակներ ստացել եմ երկրորդ նախագահից, թեպետ այս մնացած իմ համար այնքան պրոբլեմատիկ էր, որ դա այդքան դոմինանտ չգտնվեց, բայց որոշ դրական բաներ այո կարելի է ֆիքսել, մեկ այն էր, որ ինքը ասաց, որ թեպետ ես չգիտեմ դրա տակ ինչ կա, հա, դա էլ է հարց։ Ես հետի կմեկնաբանեմ, դու ասա։ Բայց երբ երկրորդ նախագահը ասում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը փորձի գողանալ ձայները, այսինքն ընտրակեղծիքների դիմի եւ այլն, լինելու է հեղափոխություն։ Այդ ազդակը ինձ ինչ է ասում, այսինքն ինքը ասում է, որ այս անգամ նենց չի լինելու ոնց որ 21 թվին, երբ մենք պարտվելուց հետո չունեինք հետագա գործողությունների պլան, իսկ ես դա ներսից տեսել եմ, որ չի եղել։ Դեռ չգիտեինք Քոչարյանը մանդատը վերցնի, չվերցնի, Սեյրան Օհանյանը գնա, չգնա, գնալուց ինչ օրակարգով գնան, ու դրա համար ասես բարդակ դարավ էս ամեն ինչը։ Հիմա ես իր խոսքում առնվազն խոսքի մակարդակով տեսնում եմ, որ ինքը պլան ունի ինչ որ ծրագիր հաջողության չհասնելու դեպքում, իսկ այդ հաջողության չհասնելը վստահաբար կարալինի 90% հա, ու կարալինի ընտրակեղծիքների տարբեր տեսակ մանիպուլյացիաների եւ այլնների հետևանքով, ինքը ասում է, որ եթե դու դա անեք, ստանալու եք հեղափոխություն։ Թե ով է դրա հետևը կանգնա, ինչ ռեսուրս է դրա տակ դրած, որտեղից այդ վստահությունը իրա, ու արդյոք դա ուղակի խոսք չի, այլ պլան, եթե դա երկրորդն է, այլ ոչ թե խոսք։ Ես օրինակ դա համարում եմ շատ դրական ազդակ։ Ես քո խոշորացույցը
շատ արդյունավետ եմ համարում, խորհրդացույցով որ մանրգած կգտնես այդ մի կտորը, բայց այստեղ էլ կա մեծ հակասություն։ Եվ մենք ինչ է այ մի քիչ առաջ դու հետընտրականի մասին էիր խոսում։ Երբ որ մենք անցած անգամ մի տարի առաջ երևի խոսում էինք ընտրությունների գնալ չգնալու մասին, ես հատուկ հստակ ընդգծեցի, որ ընտրությունները կեղծելու են ու ընտրություններով հարց չի լուծվելու ասածը իմ, որը ես ասում եմ, նշանակում ու մենք մի քանի հոգու էլ մեր քաղաքական ընկերներից այդտեղ հարցրել ենք մեր տաղավարում, ընտրությունների արդյունքներով ոչինչ չի լինելու։ Խոսքը հետընտրական զարգացումներին պատրաստվելու մասին է։ Հասկանում ես, էսի բանա դրա համար, երբ որ քաղաքական ուժը մտնում է թեմայի մեջ, ստեղել է երկրորդ նախագահը ոչ քաղաքական մոտեցում ցույց տալիս։ Ինչով։ Ապա իրանք ասում են, որ փողոցային պայքարով ձև չկա Նիկոլին հանելու։ Ավելին, երկրորդ նախագահը իր ասուլիսում, նախորդ ասուլիսում, ասում է ախպեր ջան, փողոցային պայքարով փորձել ենք չի ստացվել։ Աղարաբաղը տվին չստացվավ, էսի սենս չստացավ, ու իդեպ մի քանի անգամ ավելի մեծ տրիգերներ եղել, քան այս ընտրություններին։ Էդ էլ ֆիքս ենք։ Ու երբ որ երկրորդ նախագահի սաղ թիմը, այդ թվում բլոգերներ եւ ոչ բլոգերներ, լծվում են, որ փողոցային պայքարով բանդուշ չի գա, իմպիչմենտն է տուֆտավորակարգ, որտեղ փողոց չի կարա գեներացվի։ Ու երկրորդ նախագահն ասում է հեղափոխություն կլինի, բայց այդտեղ հարց է առաջանում։ Բայց եթե դուք վստահ եք, որ փողոցով չի ստացվելու, ու դուք ասում եք, որ մենք փորձել ենք չի ստացվել, հիմա էլ անիմաստ է մարդկանց փողոց անել, այ հերթական անգամ մարդկանց կոտրել ու ընտրություններում ավելի վատ վիճակում հայտնվել։ Ասել են, այս թեզն էլ է եղել։ Բա ախպեր ջան, բա այս պարագայում քո ասածդ հեղափոխությունն ով է անելու այդ անհնարին բանը փողոցով։ Փողոցով ձև չկա, այսինքն իրանք նարատիվները ձևակերպելուց ձևակերպում են խիստ կարճաժամկետ, խիստ իրավիճակային ու խիստ մակերեսային, բրատ։ Ընտրությունների մյուս մասը ասեմ, ես որպես քաղաքական կենթանի, ոնց տենց ասում են, էլի, ոչ թե վատ իմաստով, այլ լավ իմաստով։ Ոնց կձևակերպեի ու վստահ եմ, տես լիքը մարդիկ ձևակերպելու, իդեպ 100%-ով համարյա վստահ եմ, երդվում եմ չեմ խոսացել երրորդ նախագահի հետ որևէ այս թեմայով, որտեվ իր մոտ այդ հարցը փակ է, բայց վստահ եմ երրորդ նախագահը եւս այս ճանապարհով գնալու պլյուս մինուս ինչ որ չափով։ Ընտրությունների մասնակցելը պետքա լինի առիթ հետագայում փողոցային պայքար անելու։ Եթե դու գնում ես ընտրությունների նկատի ունենալով փողոցային պայքար, դու չպետք է մերժես նախ ընտրությունները որպես օրակարգ, չասես չենք մասնակցելու, ընդհանրապես չենք մասնակցելու։ Դու պետք է չմերժես նաև ու միաժամանակ տակ պահես փողոցը, ինչը ասես Լևոն Զուրաբյանը այն ժամանակ։ Սաղ նախընտրական քարոզարշավը պետք է լինի փողոց, ապեր։ Միջև նախընտրական քարոզարշավը պետք է լինի փողոց, ընկեր։ Ու երբ որ դու այդ ճանապարհով ես գնում, որ չլինի հեղափոխություն ալնելու, դու ի սկզբանե պետք է դրա հիմքերը դնես քաղաքական։ Ի սկզբանե քարոզչական դաշտում քեզ չպետք է նեղես։ Վաղը մյուս օրը երկրորդ նախագահ փողոցային պայքարի մասին հենց խոսած ասելու են, բա դու ասում ես ձև չկա փողոցային պայքարով։ Ինչ ասել ես չեմ հավատում փողոցային պայքարին։ Հետընտրական զարգացումն ու հեղափոխությունը փողոցային պայքար է ընդհանրում։ Բա պարոն նախագահ, եթե դուք չեք հավատում փողոցային պայքարին միջև այդ, հիմա այս ո՞նց է հեղափոխությունը լինելու։ Փողոցային պայքարին ասում ես չեմ հավատում, ախպեր, մենք փողոցով չենք կարող անենք։ Ինքը 100,000-ավոր մարդկանց դեմ հանում է տասնյակ հազարավոր ոստիկաններ։ Իրա նախորդ ասուլիսից է ասած։ Այսինքն անգամ այդ քո տեսածը դրական բանը, որը որ մենք կարանք բան անենք, դա ինքը դրական ազդակ չի։ Իրականում ինքը հակասում է իր նախորդ ասածին։ Ու ես նորից եմ ասում, ես ցավում եմ, անկեղծ եմ ասում։ Ես միշտ նախագահների ասուլիսների դեպ ասեմ քեզ Քոչյանի այս վերջի ասուլիսներն է տես դարել, երբ որ ինքը սկսել է ներքաղաքական ներընդդիմադիր կռվի մեջ ինքը անձամբ մտնել։ Ի հակադրություն Սերժ Սարգսյանին, որ միշտ ասում է Քոչյանին հանգիստ թողեք։ Չգիտեմ, երբ նախագահի մոտ է շատ լավ ստացվում, բայց դե երբ որ Քոչյանը սկսեց խաղալ Սերժի դեմ, այսպես ասած, իր դեմքով, ոչ թե այն բաներով, տակի զբրոդով, հա, ինքը սկսեց այսպես կիքսերի մեջ մտնել, ապա ու ինքը դարավ ապա քաղաքական, ինքը դարավ մարդ, որի ասուլիսները նայելուց դու սկսում ես, արա գալակ սենց, արա գիտես ինչ էի անում, ես 1.5 տակ էի բնականաբար նայում։ Արա ու այդ դաժե 1.5 տակ ես անընդհատ սենց գրում եմ, ես ինչ րոպե գից, ես ինչ րոպե գի, որտեվ անընդհատ տենց կար հակադրություն, հասկանում ես, որոնք դաժե մեծ մասը չարժել ասել։ Բայց դու բռնես 18 թվի ընտրություններին, ասես բայց 18-ին չմասնակցի վատ էր, լավ եղավ, ինչ եղավ, ախպեր։ Ոնց որ կոպիտ ասած, հիմի չմասնակցել ու 18-ին չմասնակցել է նույնն է։ Ընտրություններով Նիկոլին ոչ ասած զրոյական հնարավորություն ունի վերընտրվելու։ Աշկից դեմն եկավ 2021 թվի այն ընտրությունները, որ հետ հաշվարկ էր գնում։ Ես էլ եմ ինչ որ ժամանակ մասնակցել, անկեղծ ասած, այդ հետ հաշվարկի միջև հասկացա, որ այս ինչա գալի գլխներից։ Մնաց 15 օր, այսինքն այդ վստահությունը նես չի որ օգտակար է շատ, էլի։
Ու այդ վստահությունը թույլատնում է մարդկանց պայքարելու, փողոցում կռիվ տալու բանը։ Իսկ երբ որ երկրորդ նախագահ ընտրություններից հետո Կոչյանի ասի հելեք փողոց, լիքը մարդ ասելու ախպերս են նույն մարդն է, որ ասում էր փողոցով ձև չկա։ Ինքն էլ էր ասում, մի անգամ որ հուսահատության կոչ անում։ Սա շատ վատ տեղատան։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ ավելի մանրամասն ով ցանկություն ունի ծանոթանալու ասուլիսի բովանդակության հետ կարող է նայել այդ ասուլիսը, մենք ավել տենց բան չկա, ես ընդհանուր պարզապես քանի որ շատ ծանր տարան ինչ որ տարբեր քոչերանականներ իմ մի գրառումը, ֆեյքեր նույնիսկ եկան, հա, այդ մոտավորապես տես նիկոլություն էին էլի անում, ինչ որ տես նիկոլական ֆեյքեր էին ուղարկում, իմեջի տակ ինչ որ բաներ գրելու, դա զավեշտ է, այ։ Արա լուրջ ես ասում։ Հա։ Ու ասեմ, ես պես մարդիկ լավ չեն հասկանում, որ մենք օրինակի տարբերություն իրանց, շատերին իրանցից անցել ենք 18 թվի ապրիլ-մայիս ամիսներ, երբ որ 80% վարկանիշ ունեցող Նիկոլի դեմ բաներ էինք գրում, շատ կոշտ, ասենք, ոնց է կարծում այդ 7-ից 10% ունեցող Քոչարյանի դեմ կարող է ինչ-որ վախենանք, ինչ-որ բան գրել, եթե դրա անհրաժեշտությունն ու օբյեկտիվ իրականությունը մեզ դրթի։ Ավելին ասեմ, եթե տենց շարունակեք, ու ես ասել եմ նաև այն մարդկանց, ովքեր հավանաբար որոշակի պատասխանատվության մաս ունեն այստեղ եւ ունեն նաև դեր ու նշանակություն, որ եթե այդ շավկաները, որոնք անտեր են, հա, տենց առաջին հայացքից, որին ասում եմ, դե մեր հետ կապ չունի, ինքը բան է, տենց աջակից է, հետո ինչ որ տեղերում տեսնում ես այդ աջակիցներին, որոնք կանգնած են իրանց շարքում։ Այսինքն ես պարզ ասեմ, եթե մարդը հայհոյում է, ինչ որ մեկին ու իմ համար դա ընդունելի չի, ես այդ մարդու կողքը չեմ կանգնում, որ չաֆիլիացվեմ, պատասխանատվություն չկրեմ այդ մարդու ասացի համար։ Մենք ունենք շատ մարդիկ, որոնց օրինակ այլ հավասար պայմաններում կուզենք հյուրընկալել, բայց ելնելով նրանից, որ իրանք վիրավորել են վատ ձևերով շատ մարդկանց, ում հետ մենք ունենք լավ հարաբերություններ, մենք մեզ դա թույլ չենք տալիս, որովհետև ստացվում է, որ մենք լեգիտիմացնում ենք այդ իրենց խոսքը ու համարում ենք, որ դա օքեյ է։ Նույնը ստեղ է։ Ես ուղղակի, չգիտեմ, ոչ թե հորդորում եմ այդ տարբեր տեսակ զբրոդին, այդ չուխաններին ձեր։ Չուխանարա լավ բառարա։ Չուխաներ, է ճիշտ էլ ասում։ Որոնք գալիս մեր ջրի տակ ինչ որ հայհոյանքներ են գրում, սպառնալիքներ են գրում, հեգնանքներ են գրում։ Մարդկանց, որոնք կարան, օրինակ, լավ, հələ գիտես, ինձ որ ինչ որ բան են ասում, մեկը կարա ասի լավ, թե Վազգենն էլ տենց շատ ինտելիգենտ չի իր խոսույթում, իրանք էլ տենց։ Արա մարդ Էդգար Ղազարյանը մտնի ինչ որ մեկնաբանություն անի, ինչ որ բանի, ինչ որ մեկը մտնի գրի դա բոզի տղություն է, ու այդ մարդը լինի ընդդիմադիր, ու այդ մարդը հետո գա ձեր կողքը կանգնի ու դա ձեր համար դա լինի նորմալ, տղերք դա աննորմալ է։ Դուք փաստացի այդ խոսույթը լեգիտիմացնում եք ու վաղը մյուս օր դա ռեկաշետով գալու է հասնելու է այն պատմությունների, որը մենք տեսել ենք։ Ու հետո չհարցնեն ինչ որ մարդիկ, թե ոնց սենց եղավ։ Այդ հիբիոմատներին հավաքեք։ Ու մի թողեք այտենց բան, ասեք կամ դու եթե դու դա ես անում, չգաս կողքս չկանգնես։ Գնա խաղա քո հետ, կապ չունի Ֆոնին Քոչարյանի նկարնա, թե կաթողիկոսի, թե ում։ Եթե դու այդ խոսույթով ես մարդկանց մասին ասում ես, դու մեր համար պրոբլեմ ես։ Գնա հերրու խաղա, որ վաղ ինձ որ հարցնեն, ասեմ տղեկ, ես չեմ կարող գնամ իր cover նկարը փոխեմ, հանեմ Քոչարյանի նկարը։ Բայց ես իր հետ կապ չունեմ ու ես իրանից դիստանցավորված եմ։ Չի կարա մարդը չլինելով դիստանցավորված, այդ խոսույթի տեր լինի, ու մենք համարենք դե որ նորմալ է ախպեր։ Նորմալ չի, դա ստանալու է շատ կտրուկ արձագանք, 1-2 դեպքով, հələ որ տենց ստիպված տենց մի ձև ինձ պահում եմ, չեմ մտնում ռեկաշետով ուրիշ դաշտեր, մտնելու եմ։ Եթե սենց շարունակվավ, ասենք Նիկոլներից պրծանք, հիմա էլ պետք է Քոչարյանականներից, բան, մի երկու անգամ եղել է, ստել ասել եմ, չէ՞։ Ասես մի բան ես գրում արա, սկսում ես Նիկոլականներից ադբիտ լնել, ուրիշ բան սկսում ես Քոչարյանականներից ադբիտ լնել։ Իրանք ինչքան կարա սենց շարունակվի։ Իրանք չհասկացան։ Արա ասեք, թո սիկտիրներն են մեր անձնական կյանքից, արա։ Ու գժանոց չի էսի։ Իրանք մի բան չհասկացան, ու ես շատ եմ ցավում, որ դրանով ոչ միայն երկրորդ նախագահային օգուտ չեն տալիս, այլև վնասում են։ Իսկ ես վաղուց գրել եմ այդ մարդկանց այն մարդկանց բանուն, որոնց հետ ես էլ ժամանակին լավ հարաբերություններ ունեի, այսօր ընդհանրապես չենք խոսում։ Դու էլ ես գալու դրան վստահաբար իմացի, իրանք են ախպերս, կամ ասում են արեք, կամ թույլ են տալիս որ անեն, իրանց վրա է գրվում այդ ամեն ինչը։ Ինչքան է վաղը մյուս օրը իրանք ասեն մենք կբերենք նակազատ կանենք, խոսքի քաքի բոշկեն կկզի ներողություն կխնդրի, մի հատ է ասենք ոտիդ բութ մատը կպաչի։ Մեկը իրանք
տերեն էս ամեն ինչին բրատ։ Իրանցն ասա։ Ու երկրորդ, ես գիտես միշտ ունեցել եմ դրական կարծիք, չգիտեմ, խի էլի, երևի թե սխալ ա եղել, որ այս մարդիկ քարոզչությունից հասկանում են, որ այս մարդիկ հասկանում են PR-ից, որ այս մարդիկ հասկանում են քաղաքական process-ներ։ Ես հասկացա մի բան ապա, վերջի 2 տարիների ընթացքում երկրորդ նախագահի թիմի պրոֆեսիոնալիզմը իմ մոտ խստագույն կասկածի տակ է։ Խստագույն ապա, իրանք PR խորհուրդ տվողները։ Այն մարդիկ օրինակ քո նշած այդ մարդը պոակում երկար տարի աշխատել էր, էլի։ Տիգրան Քոչյանի մասին է խոսքը։ Ես ապշել եմ, որ կարելի է այտենց այդ կամ չջոգել կամ տենց իջցնել, էլի պրոֆեսիոնալիզմի որականգեր։ Հելնես Վիլեն Գաբրիելյան մեջ բերես, նեղ քաղաքական, պուճուր քաղաքական մարտավարական բանի շնորհիվ, որա։ Մենք դաժե չենք մտե երբեք դες բաների տակ, էլի, որ մենք ասենք, որ վերջ է, էլի, դες բան, ու այդ փորձառությունը, այդ ֆեյքերի բանը, պրինցիպը, այդ քֆուրտալ թռնել, հետո իրանց հետ ախրանայություն անել, հետո ասել ախպեր մեր հետ կապ չունի։ Ու ասեմ քեզ, ես միշտ էշացել եմ, ու միշտ ինձ դուր ա եկել, գիտես ինչը հակառակ ասեմ, էլի։ Երբ որ ամենապուճուր արած բանի համար քաղաքական թիմը ասել ախպեր էս մերն է։ Հա լավ կարող է չէ, բայց մերն է։ Արա չեն թռել երբեք, էլի։ Խոսքի ես միշտ բան եմ անում, էլի գնալու եմ այդտեղ, բայց դա հիմա համեմատության մեջ այդ կա, ուրիշ թիմեր չկան, որոնց վրա համեմատենք, էլի։ Կյանքից մեջ չեմ լսել, ապա օրինակի համար հանրապետականից մեկը մի բան անի, ասենք խոսքի, տենց սաղովելն են ասեն մեր հետ կապ չունի ախպեր։ Հələ դաժե հանրապետականից չի եղել արելա, էլի չեն ասեն մեր հետ կապ չունի։ Հա, ասել են, կարող ասել են, էս ինչ չի կամ լուծել են կամ չէ։ Արա բայց հելնես ասես իմ հետ կապ չունի, արա քեզ բանանող, զուտ դրա համար, որտեղ դու էլ գիտես որ ինքը սխալ բա, բարա գիտեք սխալ բան անում։ Ինչ եք թողում անի տղերք ջան։ Արա լավ լուրջ էլի, քաղաքական պատասխանատվություն, որակ ապե քարոզչության որակը երկրորդ նախագահի թիմի ապե ինձ ապշացրել է։ Իսկ երեք վաբշե ես զարմացել եի, որ ընկեր ոնց կարելի է այսքան մակերեսային, իդեպ ասեմ քեզ, բանի մասով որ ասում է իր դրական մի բանը կարելի է դրական համարել ապե, որ ինքը նորմալ վերլուծություններ արել ու նորմալ պատրաստվել էր այդ Թրամփի ճանապարհի թեմայով այդ քարտեզներ դրել բաներ երկրորդ նախագահ։ Արա ուրիշ դրական բան չկա դե ընկեր։ Էդ էլ այդտեղ մի քիչ ատանային աշխատանք էր արել։ Այնտեղ որտեղ երկրորդ նախագահ ուշադրություն դարձրել, ասել նաև body language-ի մասով։ Որտեղ երկրորդ նախագահը ստիպված ալնում պատասխանել հարցերի, որոնց չի պատրաստվել, բարձր սկսում է խնդալ անիմաստ տեղը։ Այն խնդալու ձև ունի, որ դու զգում ես որ всё ապես մարդու մոտ արդեն տարմաժենին մտավ։ Էս ասում է ինձ քրքրելու են, բմբլան են անելու։ Այդ դրանք սաղ ապե, պարազիտ բարեր ու պարազիտ մի բաներ է, որոնք որ քաղաքական հրապարակային խոսքի մեջ մարդուն անսպասելիությունից խուսափելու հնարավորություն է տալիս։ Բարձր ծիծաղը կամ ծիծաղ ոչ ծիծաղելի բաների վրա հասկանու դու զգում ես որ այդ մարդը ախպեր պատրաստ չի, հա տրեյներովկա կա, դրա համար իդե վատ բան չի ապե, բոլորն են դա անում։ Բայց դու ես զգացի որ անգամ երկրորդ նախագահ ապե քաղաքական առումով ռեալ տեքստ չի ասում ախպեր։ Ասում է բաներ, որոնք միանգամից մի 10 րոպե չէ, 5 րոպե մտածելու դեպքում հերկվում է հաջորդ պահին փաստով։ Ու ես շատ եմ ցավում ապե, որ մենք նորից սրանից ենք խոսում, եւ ես վստահ եմ, որ դու գալու ես այդ ռեկաշետին, շատ շուտով, ես էլ մեր լսարանը 1300 հոգի մարդ նայում ա մեզ, գալու ես այդ դրան, ու ասեմ քեզ, քաղաքականության մեջ ճիշտ են ասում, ով ինչ անում է, Իրանը անում, ով ոնց անում է, վերջում ստանում է այդ արած ձևով նույն պատասխանը։ Ու ես շատ շուտով մենք դեռ կխոսանք, արի մի հատ sense նախա բան անեմ, էլի։ Նախա կանխորոշում անեմ, կանխատեսում անեմ։ Հունվար, փետրվար, մարտ ամիսներին, երբ որ քաղաքական իրավիճակը սկսի արդեն նախընտրական տրամաբանության մեջ մտնել, լիքը սյուրպրիզներ են լինելու։ Լիքը սյուրպրիզներ, այդ թվում երկրորդ, երրորդ տեղերի հետ կապված, այդ թվում 4-րդ, 5-րդ տեղերի հետ կապված։ Ու մի բան էլ, երկրորդ նախագահ 2021 թվականի ընտրություններում բոլորին ասում էր, որ սոցիոլոգիային չեմ հավատում։ Հիմա ինքը հավատում է մի սոցիոլոգիայի, որը ոչ մեկ չի տեսել, բայց կա։